Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք արդեն երրորդ երգի երկրորդ գլուխը։ Հնչեցին Վիդուրայի հարցերը ուղված Ութավային եւ այսօրվանից արդեն Ութավան սկսում է Վիդուրային պատասխանել։ Եվ այսպես Շիմոն Բաղավատամ երրորդ երգ երկրորդ գլուխ տեքստեր 5-ից Վիդուրան նկատեց Ութավայի մարմնում տեղի ունեցող տրանսցենդենտալ փոփոխությունները, ով ընկել էր էքստասիկ վիճակի մեջ եւ սրբում էր աչքերից հոսող բաժանման արցուքները։ Այս սա տեսնելով Վիդուրան հասկացավ, որ Ութավան սիրում է տիրոջը մեծ ամեն ինչ կլանող սիրով։ Որոշ ժամանակ անց մեծ նվիրյալ Ութավան տիրոջ բնակավայրից վերադարձավ մարդկանցով բնակեցված աշխարհ եւ սրբեց աչքերը։ Անցյալի նկարները կենթանացան նրա մեջ եւ հաճելի տրամադրությամբ նա սկսեց պատասխանել Վիդուրայի հարցերին։ Շի Ութավան ասաց. Սիրելի Վիդուրա, այս աշխարհի արևը Տեր Կրիշնան մայր է մտել եւ ժամանակի մեծ օձը կուլ է տվել մեր տունը։ Ուրիշ ինչ կարելի է ասել քեզ այն մասին, թե ինչպես են գործերը ընթանում մեզ մոտ։ Այս տիեզերքը իր բոլոր մոլորակներով ամենաանհաջողակն է անհաջողակներից, բայց ավելի դժբախտ էին նրանք, ովքեր պատկանում էին Յադու դինաստիային, քանի որ չէին հասկանում, որ Տեր Հարին տիրոջ գերագույն անձնավորությունն է, ինչպես որ ձկները նախկինում չէին կարողանում հասկանալ, թե ինչ է լուսինը։ Յադուները փորձառու նվիրալներ էին եւ քաջատեղյակ էին մարդկային հոգեբանությանը եւ ավելին նրանք ամենուր ուղեկցում էին տիրոջը եւ մասնակցում նրա բոլոր զվարճանքներին եւ այնուամենայնիվ նրանք նրա մեջ տեսնում էին միակ մեկ գերագույնի, որը ամենուր է։ Տիրոջ պատրանքային էներգիայով մոլորության մեջ ընկած մարդկանց խոսքերը երբեք չեն շփոթեցնում նրանց բանականությունը, ովքեր լիովին անձնատուր են եղել նրան։ Եվ այսպես մենք ուրեմն հերթական անգամ շփվում ենք մաքուր նվիրալի մտածելակերպի նրա խոսքերի հետ։ Իրականում այդ Աստծո մաքուր նվիրալ գաղափարը ինքը շռայլորեն ներկայացված է Շիմոն Բաղավատամում, որովհետև այո, Շիմոն Բաղավատամը դա Գերագույն Աստծո անձնավորության մաքուր նվիրալների գործողությունների մասին է նաև, որոնք իրենք գալիս են կամ Գերագույն Աստծո անձնավորության հետ միասին, կամ առանց նրան, բայց միշտ նրա կամքով։ Եվ արտացոլում են ուրեմն Գերագույն Աստծո անձնավորության կամքը, բայց միաժամանակ կրում են իրենց մեջ իրենց մաքուր սերը Աստծո հանդեպ։ Եվ այստեղ, այո, իհարկե, սա շատ հասկանալու համար շատ կարևոր թեմա է, որովհետև երբ որ մաքուր նվիրալները իրենք գալիս են նյութական աշխարհ, մենք դա արդեն քննարկել ենք, երբ որ իրենք գալիս են ցուցումներ տալու, ապա ակնհայտ է լինում։ Իրենց հոգևոր մակարդակը լինում է ակնհայտ, որովհետև երբ որ այդ անձնավորությունները իրենք գալիս են ցուցումներ տալու, իրենք միշտ ընդունում են հրաժարվածի մարմին։ Այսինքն սովորական մարդկանց համար բացարձակապես ակնհայտ է լինում, որ իրենք գործ ունեն մի անձնավորության հետ, որը ոչ մի կապվածություն չունի նյութական աշխարհում եւ հայտարարում է միայն հոգևոր գիտելիքը։ Եվ մարդիկ իրենք ուղղակի նայում են, թե ինչ հոգևոր գիտելիքի էին տիրապետում մինչև այդ պահը եւ ինչ է լրացնում այդ անձնավորությունը։ Եվ այդտեղից իրենք կարողանում էին հասկանալ, որ գործ ունեն բարձրակարգ մի սրբի հետ,
որը եկել է աջակցելու իրենց հոգևոր զարգացմանը, լրացնելով նրանց գիտելիքի մեջ բացերը։ Բայց երբ որ նվիրալները իրենք գալիս են օրինակ ցույց տալու, իրենք ծնվում են մարդկային հասարակության մեջ, որոշակի դիրքում, զբաղեցնում են որոշակի ուրեմն դիրք, հա, նորից կրկնեմ այդ խոսքը, ունենում են մարդկային կյանք, եւ եթե օրինակ հատկապես աստվածամերժության դարաշրջանում իրենց խնդիրն է ցույց տալ, թե ինչպես կարող են աստվածամերժերը դիմակայել աստվածամերժության դարաշրջանի այդ համընդհանուր աստվածամերժության մթնոլորտին եւ պահպանել իրենց հոգեվոր կյանքը, ապա իրենք հենց այդպիսի կյանք են, այդպիսի ճակատագիր են վերցնում, որը լիքն է լինում խոչընդոտներով, թվացial տառապանքներով, ասենք տարբեր տեսակի անհանգստություններով եւ մաքուր նվիրալները իրենք ցույց են տալիս հոգեվոր մարդկանց, թե ինչի հաշվին եւ ինչպես կարող են հոգեվոր մարդիկ, հատկապես մեր դարաշրջանում, ուրեմն դիմակայել այդ ամեն ինչին եւ պահպանել իրենց հոգեվոր ճանապարհը եւ առավել եւս զարգանալ այդ ճանապարհում։ Եվ երբ որ իրենք օրինակ են ցույց տալիս, իրենց կյանքը նման է սովորական մարդու կյանքին, որովհետև ինչ օրինակ կարող էին իրանք ցույց տալ, եթե իրենք ցույց տային իրենց մաքրությունը, եթե իրենք ցույց տային իրենց հզորությունը, եթե իրենք ցույց տային, թե ինչքանով իրենք ընդհանրապես ոչ մի կապ չունեն նյութական աշխարհի հետ, այդ ժամանակ մարդկությունը ինքը այդ օրինակները չէր ընդունի, որովհետև մարդը միշտ կմտածեր, քեզ համար հեշտ է, դու ոչ կապված ես, դու ազատագրված ես, դու հիշում ես քո հոգևոր մարմինը, դու հիշում ես հոգևոր աշխարհը, ինչ խնդիր ունես դու, որպեսզի հիմա նյութական աշխարհում գտնվելով լինես կրոնական։ Ոչ, իրանք պետք է անկեղծ ընդունեն մարդկային կյանքի բոլոր բարդությունները եւ ցույց տան տոկունություն այդ բոլոր բարդությունների մեջ, որպեսզի սովորական այ արդեն իրոք պայմանավորված հոգիները կարողանան օրինակ ունենալ, թե ինչպես է պետք, ասենք, անցնել հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ինչպես է պետք անցնել հոգևոր ճանապարհը, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք, որ մեր մոլորակը ինքը եզակի դիրքում է եղել 500 տարի առաջ, երբ որ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը իր ամբողջ շքեղությամբ արտահայտվել է մեր մոլորակի վրա եւ եկել է այստեղ, այսպես էլի, ոչ մենակ, այլ բերել է իր հետ մաքուր նվիրալների մի ամբողջ բանակ։ Մենք ձեզ հետ քննարկել ենք, որ իրականում, երբ որ այստեղ էին Գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա նվիրալները, իրենք չեն ցուցաբերել ոչ մի տեսակի ինչ որ յուրահատուկ տառապանքներ, հա, բացի մի քանի դեպքից։ Հակառակը, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ կարևոր խնդիր էր լուծում։ Ինքը այդպիսի մեծ քանակությամբ նվիրալների հետ եկել էր նյութական աշխարհ, որպեսզի նախապես զգայարաններին ազատություն տվող կենդանիակներին ցույց տա, որ իրական վայելքը տեղի է ունենում հոգևոր աշխարհում։ Ինքը եկել էր ցույց տար հոգևոր աշխարհի երանության բազմազանությունը։ Ինչու՞։ Որովհետև ինքը շատ լավ գիտակցում էր, թե ինչ են անելու խորամանկ աստվածամերժերը կրոնականության հետ։ Հիմա, երբ որ եկավ ժամանակը, երբ որ այդ ամբողջ, այսպես փառահեղ հայտնությունը պետք է բանաներել սվյորտվցան, պետք է հետ գնար, հա, ինչպես ասենք մենք քննարկեցինք, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հասկանում էր, որ քանի կա արեական քաղաքակրթությունը աստվածամերժության դարաշրջանը չի կարող գալ
չի կարող կայանալ, հա, եւ ինքը արեց ամեն ինչ որ հնարավոր է, որպիսի հիմքերը դնի արական հասարակության կործանման համար, հա, եւ մենք տեսանք, որ ծավալվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ առաջի հերթին իրենք իրենց ամենահզոր զինվորները իրենց ոչնչացրեցին։ Եվ դա իհարկե անվտանգության տեսանկյունից անմիջապես թուլացրեց կայսրությունը։ Եվ որովհետև այդ կայսրությունը ֆանտաստիկ հարուստ էր, նա անմիջապես դարձավ ուրեմն այ աստվածամերժ պետությունների ուշադրության կենտրոնում, որտեղ վերջապես կարելի էր հարձակվել եւ կարելի էր թալանել այդ երկիրը։ Հիմա սիրելիներս, չէ՞, ուրեմն եւ կար հաջորդ խնդիրը, որ երբ որ արդեն ուրեմն այդ ամբողջ հայտնությունը ավարտվեց, Գերագույն Աստծո ազնվորությունը կատարեց իր միսիան, որի համար որ եկել էր մեր մոլորակի վրա, հիմա պետք է նվիրալները հետ վերադառնային, եւ մենք տեսնում ենք, որ տարբեր տեսակի նվիրալներ իրենք հետ դարձան հոգևոր աշխարհ տարբեր ձևերով։ Եվ դա էլ պատահական չէր, այսինքն բոլոր նվիրալները իրենք ցույց տվեցին տարբեր օրինակներ, թե ինչի հաշվին, ուրեմն այսպես, կամ ինչպես են վերադառնում հոգևոր աշխարհ մաքուր նվիրալները, որպեսզի ամեն հոգևոր մարդ ինքը հասկանա, թե երբ է ինքը պատրաստ ընդհանրապես վերադառնալ հոգևոր աշխարհ, եւ կամ ինչը կարող է դառնալ պատճառ, որպեսզի նվիրալը ինքը այսպես էլի ավիրի իր հոգևոր կյանքը եւ ինչու ոչ շատ հաճախ նույնիսկ ստանա մահվան անեծք սուրբերից, հա, եւ հիմա Ութավան ինքը պատասխանում է Վիդուրայի հարցին, որովհետեւ Վիդուրան ինքը թվարկեց բոլոր այն ազնվորություններին, որոնք իրենք այսպես գլխավոր դերեր էին կատարում Աստծո այդ հայտնության մեջ, եւ ինքը հարցրեց նրանց որպիսության մասին։ Մենք դες հետ խոսեցինք նրա մասին, որ Ութավայի վիճակը, որը նկարագրվեց 8-րդ տեքստում, դա եզակի նկարագրություններ են, որոնք իրենք իրականում ներկա են միայն եւ միայն արիացիների սուրբ գրվածքների մեջ, որովհետև միայն արիացիներն են, որ կարողանում էին հասկանալ ինչ է նշանակում ազնվորություն կամ ով է այն ազնվորությունը, որը արդեն գտնվում է ոչ թե նյութական էմոցիաների ազդեցության տակ, այսինքն ոչ թե նյութական սենտիմենտալության ազդեցության տակ, այլ մաքուր հոգևոր զգացմունքների։ Ինչու է այս թեման կարևոր։ Այս թեման կարևոր է, որովհետև զգացմունքայնությունը ինքը իր արտահայտություններով շատ նման է նյութական աշխարհում զգացմունքայնությանը, չէ՞։ Այսինքն հոգևոր զգացմունքները նույնպես առաջացնում են ժպիտ, առաջացնում են ծիծաղ, առաջացնում են փայլող աչքեր կամ հակառակը, տխրող աչքեր, առաջացնում են տխրություն, առաջացնում են կարոտ, ջղայնություն եւ այլն, այսինքն բոլոր էմոցիաները, որոնք կան եւ որոնք արտահայտված են նյութական աշխարհում, դրանք արտահայտված են եւ հոգեվոր աշխարհում։ Իրականում էմոցիան ինքը սկզբնականորեն դա հոգեվոր աշխարհի գանձն է։ Հասկանում եք։ Հիմա նյութական աշխարհում էմոցիան ինքը բերում է մարդուն կամ կենդանիակներին նյութական աշխարհում ապրող բերում է շատ բարդ իրադրությունների առաջ կանգնեցնում։ Ինչու՞։ Որովհետև եթե ազնվորությունը ինքը հիմնված է միայն էմոցիայի վրա, հա, նա միշտ սխալ օբյեկտներ է ընտրում իր կապվածությունների համար։ Եվ որովհետև ինքը սխալ օբյեկտներ է ընտրում իր կապվածությունների համար, հետ առաջ ինքը տառապանք է ստանում այս աշխարհում որպես հիասթափություն։ Եվ կրքի գոյավիճակի մեջ գտնվող կենդանիակների գլխավոր տառապանքը դա հենց հիասթափությունն է։ Այսինքն, երբ որ սկզբում ինչ-որ մեկը զգայարանների հիմքի վրա ինչ-որ էմոցիաներ առաջացրեց եւ մարդը ինքը գնում է այդ էմոցիաների հետևից։ Ինքը գնում է այդ էմոցիաների հետևից, այդ էմոցիաները իրենք
հաղթում են իրեն, ինքը փորձում է իրականացնել եւ այդ էմոցիաները բավարարելու ուրեմն ձգտման մեջ կոնտակտի մեջ է մտնում եւ հետո նոր կենդանիակը սկսում է արտահայտել իր բնությունը, որի մեջ իհարկե արտահայտվում են նաեւ ազնվորության թերությունները։ Եվ եթե այդ թերությունները այնպիսին են, որ տվյալ ազնվորությունը այդպիսի թերություններ չի կարողանում հանդուրժի, հա, ինքը դառնում է դժբախտ եւ ապրում է հիասթափություններ։ Դա է պատճառը, որ ուղղակի էմոցիան նյութական աշխարհում միշտ համարվում է համենայն դեպս մարդու համար ամենացածր վիճակը։ Ես ճիշտ ասած այդպիսի էմոցիոնալ աշխարհը մի քիչ կոպիտ եմ արտահայտում, գիտեք ինչպես էլի ուղղակի ես ինքս երբեք գործ չեմ ունեցել գյուղի հետ, նո ես արդեն ասել եմ, որ իմ ծնողները իրանք մայրս ինքը հայ է, բայց պարսկահայ, այսինքն ընտանիքը եկել է Պարսկաստանից, հայրս ինքը հույն է, հա, եւ այստեղ ընդհանրապես ոչ մի արմատներ չուներ, եւ դա նշանակում է, որ ես ծնվել եմ Հայաստանում, եւ դա նշանակում է, որ բացարձակ, ուղղակի բացարձակ ոչ մի կապ չեմ ունեցել գյուղական կյանքի հետ։ Որովհետեւ սովորաբար ընտանիքում կար այդպիսի տրադիցիա, որ մենք ամառային արձակուրդները անցկացնում էինք ոչ թե Հայաստանի գյուղերում, այլ դուրս էինք գալիս Սևծովի ափ, Պրիբալտիկա եւ Ռուսաստանի անտառներում գտնվող տարբեր առողջական սանատորիաներում։ Հիմա տեսեք սերիներս, չէ՞։ Ուրեմն եւ ես երբ որ առաջի անգամ տեսա այսպես սեփական տուն, որտեղ ուրեմն այսպես է բանի Զաբոր ասեմ, էլի հիմա ման չգամ, հա, այդ զաբորի մեջ ման էին գալիս իրանց համար հավեր։ Եվ երբ որ այդ հավերի մեջ մտավ կատուն, ուրեմն այդ հավերը իրանք սկսեցին այսպես խելագարի նման, այսպես վազվզել էս կողմ անկախ նրանից թե կատունը ցարապես որտեղ էր կամ ինչ որ ագրեսիա ուներ թե չուներ, հա, եւ իրանք այդպես այդտեղ բազվզում էին, եւ ես այդպես կանգնած նստած նայում եմ, ասում եմ, վայ, սա ինչքան նման է էմոցիոնալ մարդկանց, որոնք իրանք sense ուղղակի էլի, այստեղից այնտեղ են վազում, այստեղից այնտեղ են վազում, իրանք էլ չեն հասկանում ընդհանրապես ինչի համար, ինչ են ուզում այս կյանքից, ամենտեղ ինչ որ մի հատ բանի են հանդիպում, գալիս են ինչ որ մի հատ եսի միջվիճակի ու իրանք ներսը այն նման է այդ անուղեղ հավերին։ Կներեք էլի։ Ու դրա համար ես այդ օրվանից միշտ երբ որ ուզում եմ խոսեմ նրա մասին, որ բանականության հիմքը չունեցող էմոցիա կա, ես ասում եմ անուղեղ հավի նման։ Եվ այդ տեսանկյունից էմոցիոնալությունը ինքը ահավոր մեծ խնդիր է կենդանիակների համար, որոնք ապրում են նյութական աշխարհում։ Հիմա եւ դա պատճառ է, դա շատ կարեւոր է, եւ դա է պատճառը, որ նյութական աշխարհում ավելի գնահատվում է բանականությունը, այսինքն իմաստությունը։ Ինչու՞։ Որովհետև իմաստությունն է, որ սանձում է էմոցիային։ Հա, իմաստությունն է, որը ստիպում է կենդանիակին գնահատել օբյեկտը, զգացմունք թույլ տալուց առաջ։ Եվ այդ տեսեք, ասենք, երբ որ մենք վերջնում ենք այդ բանի առաջընթացի, հա, հոգևոր աճի աստիճանները, չէ, ապա դա այդ աստիճանն է, որ էմոցիան ինքը պետք է գա իր տեղը։ Եվ երբ որ արիացիները իրենք նկարագրում են հոգևոր աշխարհը, հա, իրանք, ես միշտ ասում եմ ու ասելու եմ, իրանք նկարագրում են հոգեբանության տեսանկյունից ահավոր մի գրագետ գաղափար, որ պետք չի պայքարել էմոցիայի դեմ, եթե էմոցիան ձեզ տառապանք է պատճառում։ Ինքը ձեզ տառապանք է պատճառում ոչ թե որովհետև էմոցիան է սխալ կենդանիակի համար, էմոցիան կենդանիակի անբաժանելի մասնիկն է։ Ուղղակի կախված նրանից, թե կենդանիակը ինչ մարմնում է,
գտնվում, ինքը որոշակի էմոցիաներ կարող է ապրել կամ ոչ, հա, բայց էմոցիան ինքը կենդանի էակի անբաժանելի մասնիկն է։ Եվ ուրեմն խնդիրը ոչ թե նրանում է, որ պետք է ոչնչացնել էմոցիոնալ աշխարհը, ինչպես դա օրինակ անում են իմպերսոնալիստները, որոնք իրենք նպատակ ունեն ազատագրվել առաջի քայլով, ազատագրվել նյութական աշխարհից եւ երկրորդ քայլով դառնալ հոգեվոր այդ լույսի էներգիայի մասնիկ, չէ՞։ Եվ տեսեք, այդտեղ այո, այդտեղ կապվածությունները եւ ատելությունները կենթանիակին խիստ խանգարում են, եւ ինքը պետք է անպայման ղեկավարության տակ վերցնի եւ իր կապվածությունները եւ առաջի քայլով ղեկավարության տակ, այսինքն ինչպես մենք միշտ քննարկում ենք, բերել արդարության դաշտ, հա, եւ հաջորդ քայլով ազատվել դրանցից։ Բայց ինչպես ես միշտ քննարկում եմ դա, այստեղ ամեն ինչ չի ավարտվում, որովհետեւ այո, իհարկե, ազատագրումը ինքը իր առաջի, ուրեմն, բանով արտահայտությամբ մեծ ուրախություն է պատճառում կենթանիակին։ Եվ կենթանիակը վայելում է խաղաղությունը։ Ասում է մի փոքր ժամանակ, կենթանիակը ընտելանում է այդ խաղաղությանը։ Եվ երբ որ ինքը ընտելանում է այդ խաղաղությանը, գլուխ է բարձրացնում նրա այդ շփվելու, հարաբերվելու, էմոցիաներ զգալու հակումը։ Եվ տեսեք, հոգևոր աշխարհում, այսինքն տեսեք ինքը այսպես է գալիս, հա, այստեղ կա էմոցիան բանականությունը, նյութական աշխարհ, ցածր գունանները, ցածր գոյավիճակները, ատելության կրքերի, հա, կա էմոցիան կա բանականությունը, էմոցիան ղեկավարում է բանականությանը, ինչու որտեղ արժեքային համակարգն է թերի։ Հիմա երբ որ կենթանիակը ինքը սկսում է ինքնազարգացմամբ զբաղվել, ինքը գնահատում է էմոցիան որպես իր համար թշնամի, բանականությունը որպես իր համար ընկեր։ Ինքը սկսում է զարգացնել բանականությունը, այսինքն իմաստությունը։ Երբ որ ինքը սկսում է զարգացնել իմաստությունը, սխալ էմոցիաները ինքը այդ իմաստության հիմքի վրա հերքում է։ Եվ գալիս է մի կետ, որտեղ մնում է միայն իմաստությունը, որը կենթանիակին հոգեբանության տեսանկյունից բերեց մենակության, որտեղ իմպերսոնալ բրահմանում կենթանիակները իրար հետ չեն շփվում, իրանց բանականություն, իրանց գիտակցությունը տրանսի մեջ է, սամատքի մեջ, այսինքն շշմած է, եթե մենք էությունով խոսենք, հա, իրենք կիսաքուն վիճակ է, որտեղ իրանք չեն գիտակցում, որ ունեն հոգևոր մարմին, իրանք զգում են, որ իրանք ուղղակի լույս են, եւ վերջ, հասկանում եք, հա, ուրեմն այսա ինքը այդ վիճակն է, բանականություն, որը այն նյութական աշխարհը ճիշտ գնահատելով սպանեց նյութական էմոցիոնալությունը եւ բերեց իրեն հասցրեց մենակության։ Բայց ինչպես ես ասում եմ, հետագայում, այսինքն կենթանիակը ինքը նորից ցանկություն է ունենում, այսինքն այդ պահանջն է ունենում շփվելու եւ հարաբերվելու։ Բայց եթե ինքը իմաստուն է, ինքը չի կարողանում վերադառնալ նյութական բազմազանությանը, որովհետև այդ բազմազանությունը ինքը արդեն ճիշտ է գնահատել։ Ինքը գիտի, որ նյութական աշխարհում էմոցիան միշտ բերում է վերջնականում հիասթափության։ Եթե նույնիսկ խոսքը գնում է առաքինության գունայի մասին, որովհետև այդտեղ էլ կա մի անվերջնական թերությունը, որը ինքը բնորոշ է նյութական աշխարհին։ Ամեն ինչը ժամանակավոր է։ Հաճելի է, բայց ժամանակավոր։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն երբ որ մենք տգիտության մասին ենք խոսում, այնտեղ գունաների մասին ենք խոսում, կներեք, նյութական աշխարհի, այնտեղ տգիտության գոյավիճակի մեջ կենթանիակը ինքը գտնվում է այդ վիճակում, որ հետաքրքիր չի ոչ ժամանակավորությունը, ոչ հաճելին, կարևորը մարմնի կարիքը բավարարելն է, երբ որ ինքը գալիս է կրքերի գոյավիճակ, հաճելի է, երբ որ ցանկալի է, երբ որ հաճելի է,
եւ դժբախտ եմ, երբ որ արդեն դադարեց հաճելի լինելուց, հա, գալիս են առաքինության գոյավիճակը, հաճելի է, բայց ժամանակավոր։ Եվ կենդանիակը ինքը բանականության հաշվին, եթե բանական է, երբ որ այդ կարիքը իր մեջ նորից զարթնում է, ինքը չի կարողանում վերադառնալ նյութական աշխարհ, որովհետև ինքը գիտի, նյութական աշխարհում հարաբերությունների մեջ մտնելը դա միշտ նշանակում է վերջում տարապել։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա եւ այդտեղ կենդանիակը իր զարգացումը ապրում է այնտեղ, երբ որ հասկանում է, որ կա հոգեվոր աշխարհ, հա։ Այ հիմա դեպի հոգեվոր աշխարհ գնալուց, չէ՞, տեսեք, այդ իմաստության վրա հենվում է կենդանիակի էմոցիոնալությունը, հա, եւ սկսում է զարգանալ։ Այսինքն բանականությունը ինքը սկսում է գնահատել ինչպիսի բնություն ունի Աստված եւ ինչպիսի բնություն ունեն նրա մաքուր նվիրալները։ Եվ այդ ժամանակ բանականությունը ինքը ապրում է շոկ, որովհետեւ ինքը գնահատում է այդ անձնավորություններին որպես սիրո արժանի օբյեկտներ։ Չէ, եւ տեսեք, եւ այդտեղ էմոցիան նորից գալիս տալի անցնում է իմաստությանը եւ դառնում է ամենակարևորը։ Եվ այդ ամենակարևորը ինքը դառնում է հավերժ։ Այսինքն ինչ են ուզում մեզ հասկացնել արիացիները, եթե նույնիսկ Աստված չկա։ Իրանք ուզում են մեզ հասկացնեն, որ կենդանիակը ինքը կարող է լինել երջանիկ միայն եւ միայն այն ժամանակ, երբ որ ունի գրագիտություն, ճիշտ արժեքային համակարգ, թե ինչն է գնահատելի, իսկ ինչը ոչ։ Եվ ինչին կարելի է քեզ թույլ տալ կապնվել։ Տեսեք, ժամանակակից հոգեբանությունը, որովհետև ինքը գործ ունի միայն տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ գտնվող կենդանիակների, ինքը գալիս է այդ անդրաժեշտությանը, չէ, որ պետք է պահել անձնական տարածքը։ Ինչ է նշանակում անձնական տարածք։ Դա նշանակում է, որ ոչ մեկին չի կարելի չափից ավելի թողնել քո կյանք։ Ինչու են այդ սահմանը դնում, որովհետև երբ որ չափից ավելի, հայավարի ասեմ էլի, այդտեղ համը դուրս է գալիս։ Ինչու, որովհետև երբ որ չափից ավելի, կենդանիակը ինքը ազնվորությունը ինքը կորցնում է հարգանքի ունակությունը։ Իսկ երբ որ կորցվում է հարգանքը, մարդը ինքը իր ներսում ինչքան որ հակում ունի դիմացինին անհարգելու, արտահայտում է։ Հա, իսկ անհարգված լինելը ցանկացած ոլորտում կենդանիակի համար դա տառապանքների սկիզբն է։ Հասկանում եք, իսկ հոգևոր աշխարհում, չէ՞, էմոցիան ինքը դուրս է գալիս վերև, բայց այդ ճիշտ գնահատող բանականությունը ինքը հիմքն է։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն մի դեպքում նյութական աշխարհում իմաստությունը դա այն գործոնն է, որի միջոցով կենդանիակը ինքը կարողանում է նյութական էմոցիոնալությունը բրդի ներքև եւ հրաժարվի իրանից վերջնականում, չէ՞։ Իսկ հոգեվորում տեղի է ունենում ուղղակի հակառակը։ Այդպիսի բանականությունը ինքը գիտակցում է, այդ հոգեվոր էմոցիաները դնում է կոպիտ ասած իր գլխին եւ բրդում է առաջ։ Հասկանում եք։ Եվ օրինակ, տեսեք, երբ որ խոսացվում է Գերագույն Աստծո անձնավորության անձնական կյանքի մասին, չէ՞, ամենամտերիմ կենդանի էակը, որ Աստված ունի իր շրջապատում, դա իր սիրեցյալն է։ Ինչ է նշանակում սիրեցյալ։ Դա էմոցիա է։ Հա, որտեղ դա սերն է։ Այսինքն, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մենակ է, հա, ինքը այդտեղ կարևոր է իր իմաստությունը, իր հզորությունը, հա, այն ամեն ինչ որ ինքը գիտի, այն ամեն ինչ որ ինքը կարող է անել։ Հասկանում եք։ Իսկ երբ որ կենդանիակը ինքը արդեն մտածում է երջանկության մասին, չէ՞, այդտեղ կարևոր է, այսինքն այդ ակտիվության մեջ կարևոր է սերը, այսինքն էմոցիան։
Հարաբերությունների մեջ ամենակարևորը էմոցիան է։ Եվ էմոցիան ինքը արտահայտվում է որպես գերագույն Աստծո ազնվության սիրեցյալ։ Թե ինքը ինչ ֆունկցիա է կատարում, մենք հետագայում կքննարկենք, էլի, այդպես չի մնա, ուղղակի հիմա առաջ չեմ ուզում գնամ։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, ինչու եմ ես այսքան խոսում, որովհետև արիացիները իրենք քննարկում են, թե էմոցիոնալ ինչպիսի վիճակի մեջ են ընկնում մաքուր նվիրալները, ինչ որտեղ արտաքինից, չէ՞, դա շատ նման է նյութական էմոցիային։ Սրա համար ենք քննարկում։ Հասկանում եք, շատ նման է նյութական էմոցիային։ Բայց ներքինից դա բացարձակ ուրիշ բան է։ Եվ մենք ձեզ հետ քայլ առ քայլ, այսպես առաջ գնալով ուսումնասիրելու ենք կետ առ կետ նյութական էմոցիայի եւ հոգեվոր էմոցիայի տարբերությունը։ Ինչ է նշանակում սեր, երբ որ այդ բառը արտասանում են նյութական աշխարհում, եւ ինչ է նշանակում սեր, երբ որ այդ բառը արտասանում են հոգեվորում։ Ինչ է նշանակում նրբություն այստեղ եւ այնտեղ։ Ինչ է նշանակում ուրախություն այստեղ եւ այնտեղ։ Հասկանում եք այդ բոլոր զգացմունք։ Ինչ է նշանակում ջղայնություն, խանդ, նույնիսկ։ Այո, խանդ, հոգեվոր աշխարհում։ Հասկանում եք։ Եվ այդտեղ դուք կգնահատեք, թե ինչ ֆանտաստիկ հոգեբանություն են ընդհանրապես քննարկում արիացիները։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն հիմա մենք ձեզ հետ ստացանք մի շատ տարօրինակ եւ մեզ համար անհասկանալի ուրեմն իրավիճակ։ Այմը պատկերացրեք, որ ես ու դուք օրինակ միտեղ կանգնած ենք եւ այդտեղ հայտնվում է մաքուր նվիրյալ, որը հենց լսում է Աստծո մասին ինչ-որ մի բան, մեկ էլ քարանում է, մազերը բիզբիզ են կանգնում, աչքերից սկսում են արցունքներ թափել, ինքը ընկնում է գետին եւ սկսում գալարվել ու տարօրինակ ձայներ հանել։ Մենք կմտածենք, որ ինքը էպիլեպսիայով հիվանդ է։ Եվ շատ գիտնականներ ուսումնասիրելով ռասսան, իրանք հենց այդպես էլ կասեն, որ սրանք ուղղակի էպիլեպսիկներ էին, որոնք հետո պատմում էին, թե էպիլեպսիայի պրիստուպի ժամանակ ինչ անհեթեթ բաներ են տեսել։ Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ կասեն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն, այսա ինքը շատ կարևոր եւ շատ նուրբ կետ է։ Այդ դրա համար ես միշտ հիշում եմ, երբ որ իմ ամուսինը նոր սկսել էր հետազոտել հոգեվոր հոգեբանությունը, հա, ինքը մի օր դուրս եկավ, ասեց, չգիտես, ասեց իրականում, ասենք, չէ, այդ հոգեվոր էքստազները, երբ որ նկարագրվում է, չէ, ես հասկանում եմ, որ այնպես չէ, էլի, որ օրինակ ես կուզենայի, որ այդ վիճակում ինձ այս նյութական աշխարհում որևիցե մեկը ընդհանրապես ինձ այդ վիճակում տեսներ։ Բացարձակապես միակ բանը, որ կուզենայի, դա այդ վիճակում բոլորից թաքնված լինեի, որ ընդհանրապես ոչ մեկ մոտիկ անգամ ինձ չկարողանար գալ։ Հասկանում եք, չէ՞, որովհետև դա անսովոր է։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, ինչու համար, որովհետև նյութական մարմինը, այս ամենագլխավոր բանն է, որ մենք պետք է հիշենք, նյութական մարմինը չի կարողանում դիմանա հոգևոր էմոցիային։ Հասկանում եք։ Եվ դրա համար, երբ որ ազնվորությունը ինքը այսպես սառը վիճակում կանգնած խոսում է եսի միջ բարձունքներից, մենք պիտի հասկանանք, որ ինքը, գիտեք ոնց է, էլի կամ անկեղծ մոլորված է, ես այս ամենափափուկ բանը ասեմ, հա, կամ էլ արդեն մտածված, ոչ այնքան ազնիվ անձնավորություն է, եթե ասենք չօգտագործեմ ավելի կոպիտ բառեր։ Հասկանում եք, եւ մենք ժամանակի ընթացքում ես հույսով եմ, որ ինձ կհաջողվի բացատրել այդ տարբերությունները, որպեսզի մենք կարողանանք շատ հանգիստ մի հայացքով նույնիսկ անմիջապես գնահատել ազնվորությունը ինքը ինչ վիճակում է հիմա գտնվում։ Եվ ուրեմն ութավան ինքը նկարագրվեց նյութական տեսանկյունից տղամարդու համար շատ անհասկանալի ուրեմն իրավիճակում, չէ, եւ այստեղ Վիդուրան ինքը նկարագրեց, որ
տեսնելով այդ վիճակը Վիդուրան ինքը հասկացավ, որ Ութավան ինքը սիրում է տիրոջը եւ սիրում է իր մեջ ամեն ինչ կլանող սիրով։ Հիմա տեսեք, Ութավան ինքը տղամարդ է։ Եվ խոսել նրա մասին, որ ինքը ինչ-որ մեկին սիրում է այնպես, որ իր մեջ ամեն ինչ կլանված է, չէ՞։ Եթե դա պայմանավորված վիճակ է, այդպիսի բան հնարավոր չի։ Բա ինչ է հնարավոր։ Ինքը հնարավոր է այսպես, որ ինքը ընդունում է Աստծուն, ինքը չի սիրում, ինքը ընդունում է Աստծուն, երկրպագում է Աստծուն, ինչու՞։ Որովհետև կարող է Աստծո հզորությունը օգտագործել իր կապվածությունների աշխարհում, այսինքն իր ներքին աշխարհը լցված է ուրիշ կենդանի էակներով։ Հասկանում եք։ Իսկ Աստված օգտագործվում է այդ տարածքը պահպանելու եւ այդ տարածքի մեջ երջանկություն ապրելու նպատակով։ Սա լրիվ ուրիշ խոսակցություն է։ Արիացիները այսպիսի վիճակը կոչվում են նյութական մոտիվներով պայմանավորված հոգևոր մարդ։ Այսինքն հոգևոր մարդ, որովհետև ընդունում է Աստծուն, բայց նյութական մոտիվներով, որովհետև միայն եւ միայն շահագրգռված է Աստծուն օգտագործել իր ներսում ինչ կապերով, որ լցված է, այդ կապերի պաշտպանության, բարգավաճման եւ այլի հարցերում։ Հասկանում եք։ Եվ այդպիսի մարդիկ իրենք համարում են, որ օգտվում են Գերագույն Աստծո անձնավորության մեծ ողորմածությամբ, եթե իրենց նյութական կյանքում ամեն ինչ լավ է։ Մենք կտեսնենք, արիացիները իրենք շատ ավելի բարդ են վերաբերվում այդ հարցին։ Իսկ հիմա մենք ձեզ հետ խոսում ենք տղամարդու մասին, որտեղ նկարագրվում է, որ ինքը իր ամբողջ ներքին աշխարհը կլանված էր Աստծով։ Եվ դա նշանակում է, որ իր ներսում չկար ուրիշ ոչ մի կապվածություն։ Իր ներսում չէր ապրում ոչ մի նյութական կին։ Իր ներսում չէր ապրում ծնող։ Իր ներսում չէր ապրում երեխա։ Իր ներսում չէր ապրում հայրենիք։ Ոչ մի նյութական գաղափար, ոչ մի նյութական օբյեկտ իր ներսում չէր ապրում, եթե դա կապ չուներ Աստծո հետ։ Ինքը կլանված էր Աստծո հանդեպ սիրով։ Սա նյութական գիտակցության համար բացարձակապես անհասկանալի ներքին մակարդակ է։ Բայց երբ որ մենք ուսումնասիրում ենք արիացիների գաղափարախոսությունը, ուրեմն իրենց գաղափարները մեզ բարձրացնում են այն կետ, որը կոչվում է տրանսցենդենտալ, այսինքն հոգևոր, այսինքն նյութական աշխարհի հանդեպ, չէ, նյութական աշխարհի հետ ոչ մի կապ չունեցող։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ ուրեմն մենք կարողանում ենք տեսնել, որ հիմա Ութավան ինքը գտնվում էր այդպիսի վիճակում, եւ Վիդուրան, երբ որ տեսավ իրան այդպիսի վիճակում, ինքը հասկացավ, որ ուրեմն որ Ութավան ինքը կլանված է Աստծո սիրով եւ ուրիշ ոչինչ իր սրտում չի ապրում։ Հիմա Ութավան ինքը գնաց այդ հոգևոր էմոցիայի մեջ, բայց ինչպես ասվեց, որոշ ժամանակ անց ուրեմն Տիրոջ բնակավայրից վերադարձավ մարդկանցով բնակեցված աշխարհ եւ սրբեց աչքերը։ Հա? Տեսեք, այսինքն երբ որ ինքը գտնվում էր, այդ պահին ինքը գտնվում է նյութական աշխարհում։ Այժմ մենք պետք է հասկանանք, թե Ութավայի հետ այդ ընթացքում ինչ կատարվեց, հա? Ինքը գտնվում է նյութական աշխարհում։ Տեր Շիկրիշտան արդեն հեռացել է։ Հեռացել են յադուները,
տեղի է ունեցել Կուրուքշետրայի ճակատամարտը։ Արդեն այդ ընթացքն է գնում, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ավարտեց իր ֆունկցիաները եւ հիմա ձգտում է վերադառնալ նյութական հոգեվոր աշխարհ եւ իր հետ պիտի տանի բոլոր այն նվիրալներին, որոնց բերել է։ Իսկ Ութավային ինքը առանձին ասել է, իսկ դու մնա։ Եվ իրեն որոշակի բան է տվել, ասեք, задание. Այրեն ոնց էր։ Ну, в общем, պարզ է, չէ, ինչ եմ ասում, էլի որոշակի թռել եմ բառը չեմ բողանում հայերենի շեմ, ոդի թվում է պարզ բառ է։ В общем, չեմ հիշում։ Որոշակի ցուցումներ է տվել, թե ինքը ինչ պետք է անի, այսպես ասեմ, կներեք։ Հիմա, չէ, ուրեմն տեսեք, սիրելիներս, չէ, այս տեսանկյունից Ութավան ինքը հայտնվել է կարոտի վիճակում։ Այսինքն ինքը կորցրել է Գերագույն Աստծո ազնվորության հետ այսպես տեսանելի կապը, մնացել է նյութական աշխարհում մենակ, բայց երբ որ Վիդուրան իրեն հարցեր տվեց, չէ, ինքը գիտակցությամբ վերադարձավ այն ժամանակ, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը այստեղ էր։ Եվ այդտեղ ինքը վերականգնեց իր հոգևոր, վերականգնեց այդ բառը չի էլի, ես մոտավորապես ասեմ, որ հասկանաք ինչ է կատարվում, ինքը վերականգնեց իր հոգևոր կապը, ոնց որ գնաց դեպի իր հոգևոր քոքը, այդ պահին դեռև կտրվեց նյութական աշխարհից, մինչև այդ ինքը նյութական աշխարհում էր, որպեսզի կատարի Գերագույն Աստծո ազնվորության ցանկությունը, հասկանում եք, չէ՞, եւ այդ կարոտի վերքը իր մեջ ապրում էր իր ներսում, բայց այնպես էր ապրում, որ ինքը կարողանում էր իրան պահել նյութական աշխարհի հետ միացած, հասկանում եք, այսինքն հողակցված վիճակում, զազիմլենիա։ Հիմա, իսկ երբ որ Վիդուրան իրան այդ հարցերը տվեց, չէ, ինքը իր հիշողության մեջ գնաց այնտեղ, որտեղ ինքը Գերագույն Աստծո ազնվորության հետ այսպես դեմ առ դեմ շփվում էր, չէ, եւ միանգամից մտավ իր հոգեվոր էմոցիաների մեջ։ Հա, եւ դրա հետևանքով բացարձակապես կտրվեց նյութական աշխարհից։ Ինքը բացարձակապես կտրվեց նյութական աշխարհից, հա? Եվ հիմա հետաքրքիր է, չէ՞, բա ինչը իրան ստիպեց, որ ինքը կարողացավ վերադառնալ նյութական աշխարհ։ Իրականում կենդանիակը ինքը վերադառնում է, եթե ինքը կապ ունի հոգևոր աշխարհի հետ, վերադառնում է երկու ճանապարհով։ Առաջի ճանապարհը դա նա է, որ ինքը իրեն հիշեցնում է այն խնդիրը, որի համար ինքը եկել է նյութական աշխարհ։ Ինչու, որովհետև այն խնդիրը, որի համար ինքը եկել է նյութական աշխարհ, շատ կարևոր էր Աստծո համար։ Հասկանում եք, եւ եթե դա կարևոր էր Աստծո համար, դա կարևոր է նվիրալի համար։ Եվ դրա համար ինքը էգոիզմ է համարում, երբ որ ինքը խորասուզվում է իր հոգևոր տրամադրությունների մեջ, որտեղ հոգևոր տրամադրությունների մեջ խորասուզված լինելը, դա միշտ նշանակում է, որ կենդանիակը երկրորդ քայլով մի ցանկություն է մնում մոտը, անմիջապես վերադառնալ հոգևոր աշխարհ։ Պատկերավոր ասեմ, հա, որպեսզի դա տրամադրությունները ընկալենք։ Բայց երբ որ ինքը հիշում է, թե ինչքան նուրբ է Գերագույն Աստծո, ինչքան նուրբ ու լուռ է Գերագույն Աստծո ազնվորությունը ուզում, որպեսզի նյութական աշխարհում հայտնված կենդանիակները ինչքան հնարավոր է արագ հաղթահարեն իրենց էգոիզմը եւ վերադառնան հոգեվոր աշխարհ, հաստատվելով իրենց երանության մեջ, այդտեղ ինքը իրան ղեկավարում է եւ վերադառնում է նյութական աշխարհ։ Երկրորդ իրավիճակը դա նա է, որ կենդանիակը ինքը, կոպիտ ասած, այնպես է անջատվում այս նյութական աշխարհից եւ գտնում հոգեվոր աշխարհին,
որ այլևս կորցնում է ինքնակառավարումը եւ նույնիսկ չի կարողանում հիշել, թե ինչի համար է, որ ինքը ուզեցել է գնալ նյութական աշխարհ։ Եվ այդ պահին նրան ներսից օգնում է գերհոգին, որը հիշեցնում է կենդանիակին, որ կուկու, դու այս նրա համար հիմա գտնվում ես նյութական աշխարհում, վերադարձի, հասկանում եք, եւ այդ ժամանակ կենդանիակը վերադառնում է ինչպես եւ Ութավան, այստեղ տեքստերը հնչում են այդպես, որ մենք հասկանում ենք, որ Ութավան ինքը իրեն վերադարձրեց, ուրեմն նյութական աշխարհ, եւ ինքը մենք տեսնում ենք, որ այստեղ շատ հետաքրքիր ձևով նշվեց, որ հիմա ինքը պատմելու է նրա մասին, թե ինչպես մահացան յադուները, թե ինչ տեղի ունեցավ, թե Կուրուքշետրայի ճակատամարտից հետո ով ինչպես է մահացել, թե ինչպես է հեռացել Տեր Շրի Կրիշնան, չէ, բայց այդ ամեն ինչից առաջ Շուկադևը Գոսվամին ինքը ասում է հաճելի տրամադրությամբ, նա սկսեց պատասխանել Վիդորայի հարցերին, ինչ է նշանակում հաճելի տրամադրությամբ խոսալ հիմա այսպես էլի Աստծո մահվան մասին, հենց դա է խնդիրը, հասկանում եք, որ նյութական գիտակցություն ունեցողների համար այդ բոլոր մաքուր նվիրալները մահացան, գերագույն Աստծո ազնվորությունը մահացավ, եւ միայն հոգևոր գիտակցություն ունեցող ազնվորությունն է, որը ինքը ռեալ տեսնում է ճշմարտությունը, իսկ ո՞րն է այդ ճշմարտությունը, ճշմարտությունը ինքը կայանում է նրանում, որ իրականում գերագույն Աստծո ազնվորությունը եւ նրա հետ եկած մաքուր նվիրալները իրանցից ոչ մեկ չի մահացել, իրանք ուղղակի հեռացել են, այնպես արտահայտվեցին, այդպես են գնացին անարտահայտ վիճակ եւ այսպես, երբ որ իրանք են գնում անարտահայտ վիճակ, իրանք ոչ թե կենդանիակի նման մահանում են, գնում են դրող, պատասխանում են մեղքերի համար, կամ գնում են դրախտ, պատասխանում են ինչ-որ լավ արարքների համար եւ այլն, այդպիսի գործընթացներ իրանց հետ տեղի չի ունենում, բայց ինչ է տեղի ունենում, իրանք անմիջապես վերադառնում են հոգևոր աշխարհ եւ Ութավան իր էքստազների մեջ դա պարզ տեսնում է, այսինքն ինքը դա է իր համար այդ ամեն ինչը այդ է, ինքը հասկանում է, թե գերագույն Աստծո ազնվորությունը ինչպես եկավ, ինչի համար եկավ, այդ գալուց հետո այդտեղ ինչեր արեց, չէ, եւ ինչպես վերադարձավ, եւ ինքը տեսնում է, որ ոչ գերագույն Աստծո ազնվորությունը, ոչ իր մաքուր նվիրալները մի վարքյան երանությունից ներքև չեն իջել, որովհետև տրանսցենդենտալ է, եւ ինքը այդտեղ ուղղակի պատճառ չունի տխրելու, հասկանում եք, եւ ինքը ուրախ տրամադրությամբ սկսեց Վիդորային տալ պատասխաններ, ինչ ասեց ինքը, այդ պահին ինքը կանգնած է եւ երկնքում փայլում է արևը, բայց Ութավան ասում է, այս աշխարհի արևը, մայր է մտել, եւ ժամանակի օձը կուլ է տվել մեր տունը, ուրիշ ինչ կարող եմ ասել քեզ այն մասին, թե ինչպես են մեր մոտ գործերը, դա տեսեք ուրախ տրամադրությամբ, ինքը հիմա խոսում է այս ամեն ինչի մասին, ոչ մի ձևի չի կպտում, չէ, այս դրա համար էլ չի կպտում, որ տրանսցենդենտալ է, որ նյութական չի, որ նյութական զգացմունքների մեջ մտածը հիմա կասի ոնց կարող է մարդը ինքը այդպես անտարբեր խոսա նրա մասին, որ փլզվելու է իր երկիրը, որ չգիտեմ, իր բարեկամներն են իրար մորթել, սպանել, եսիմինչ, այդպիսի կորուստներից հետո ինչ ուրախություն, չէ, սա նյութական գիտակցության էմոցիաներն են, որոնք իրենք ամեն ինչը գնահատում են նյութական մարմինների բարձր գնահատականի տեսանկյունից, որպես միակ արժեք
Հիմա մենք տեսնում ենք այն կենդանիակի պահվածքը, որ ինքը հասկանում է, որ բոլոր կենդանիակները ոչ մի կապ չունեն նյութական մարմինների հետ, որ նրանք մաքուր հոգիներ են, եւ նյութական մարմինները դա ուղղակի ինչ որ խնդիրներ լուծելու, գիտակցելու համար նախատեսված երևույթ է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, 8-րդ ինքը շարունակում է, այս տիեզերքը իր բոլոր մոլորակներով ամենաանհաջողակն է, հա, ինչու համար, որովհետև երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը այստեղ էր, բոլորը չէին, որ գիտակցեցին, թե ով է այստեղ։ Եվ սա հաջորդ խոսակցությունն է։ Այ քրիստոնյաները իրենք շատ են խոսում Հիսուսի երկրորդ գալստյան մասին։ Այդ ընթացքում քրիստոնյաների 90%-ը վստահ է, որ ինչքան էլ ուզում եք Հիսուսը ասած լինի, որ գալու եմ այնպես, որ չեք ճանաչելու, միևնույնն է, ամեն ազնվորություն ինքը մտածում է, որ ինքը այնպիսի կատարելությամբ է ճանաչում Հիսուսին, որ Հիսուսին չի հաջողվի թաքնվել։ Եվ ինքը անպայման կիմանա, թե Հիսուսը որն է, որ մեկն էր, որ դա Հիսուսի գալուստն էր։ Բայց մենք պիտի հասկանանք, որ Հիսուսը ինքը շատ լուրջ էր ասում։ Կարող է ինքը չէր հասկանում, որ լինելու են քրիստոնյաներ, իհարկե հասկանում էր, բայց ինքը ինչ ասեց իր հետևորդներին։ Ինքը փաստացի ասեց, որ այն ինչին, որ դուք հետևելու եք, այնքան ձեզ թույլ չի տալու, որ ինձ հասկանաք, որ ես կարողանալու եմ կամ այնպես, որ ինձ չճանաչեք։ Հա? Եվ թե հիմա քրիստոնյաները ինչ կանեն այդ նույն Հիսուսի հետ, երբ որ ինքը կհայտնվի ոչ Հիսուս անունով, բայց շատ ավելի բարձր միսիայով հոգևոր, եւ եթե ինքը սկզբում եկավ հայտարարելու ուղակի, որ Աստված հայր է եւ դրանով մատնանշեց, որ Աստծո հետ հարաբերությունները շատ ավելի հարուստ են, քան ծառայողականը, կարող է այս անգամ ինքը գալ մի այնպիսի մարմնով, որտեղ կբացահայտի ամբողջ Աստծո հետ կապված հարաբերությունների արվեստը, եւ քրիստոնյաները իրան բնութագրեն որպես քրիստոնեության դավաճան, իրան, որի հիմքի վրա ստեղծվել է քրիստոնեությունը։ Հասկանում եք, ինքը հանակ չէր անում, երբ որ ասում էր, չեք ճանաչելու, երբ որ ես գալու եմ։ Սա ինչ է նշանակում, շատ անսպասելի տեսքով եմ գալու, եւ ձեր համար անհասկանալի բաներ եմ անելու։ Դրա շնորհիվ է, որ չեք կարողանալու հասկանաք, որ դա նորից ես եմ։ Հասկանում եք, եւ այսա շատ կարևոր կետ է։ Եվ հիմա Ութավան է ասում, ամբողջ տիեզերքը, ինքը բոլոր տիեզերքներից ամենադժբախտն է, որովհետև իր մեջ այդ պահին գտնվում էր Գերագույն Աստծո անձնավորությունը, եւ բոլորը չի որ ճանաչեցին նրան։ Հասկանում եք, մարդիկ իրանք սովորաբար ինչ-որ մի հատ սենտիմենտալ պատկերացում ունեն, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչ-որ մի հատ անբնական ձևով պիտի հայտնվի, չէ՞, որ այսինքն հնարավոր չլինի էլի իրան չճանաչել։ Այնմա մենք շուտով անցնելու ենք պատմություն, որտեղ ինքը ռեալ շատ անբնական ձևով է հայտնվել։ Եվ դուք բոլորդ կասեք, ինչա, Աստված այդպիսի տեսքով դա հնարավոր չի։ Եվ ես այնտեղ քրտաջան աշխատելու եմ, որպեսզի ջարդեմ կարծատիպերը, թե ինչու Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հենց այդ մարմինը վերցրեց։ Հասկանում եք։ Ուրեմն այստեղ այս խնդիրն է առաջ գալիս, որ հատկապես, երբ որ գալիս է Տեր Շրի Կրիշնան, եւ հատկապես, երբ որ ինքը գալիս է մարդկային հասարակության մեջ, մարդիկ մտածում են, հիմա այսպես, ամենավատագույնը, որ ինքը սովորական, թող Աստված դերի, փչացածի մեկն էր, հասկանում եք, որտեղ շատ կանայք ուներ, հա?
փչացածի մեկն էր, որը շատ ուժեղ էր ու ամենտեղ ինչ ուզում էր լինել անում էր։ Ամենալավագույն դեպքում մտածում են, որ դա Գերագույն Աստծո ազնվորության մարդկային մարմնավորումն է, այլ ոչ թե նախասկզբնական Գերագույն Աստված, որը ինքը ուղղակի ցույց է տվել մարդկային կյանքին բնորոշ բոլոր ուրեմն երևույթները։ Հասկանում եք այս բանը։ Եվ եզակի կենդանիակներ էին հասկանում, որ իրենց առաջ կանգնած է Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եվ հիմա Ութավան ինքը շեշտում է մի ուրիշ բան, որ երբ որ իրանք գտնվում են նյութական աշխարհում, նույնիսկ յադուները, այսինքն այն ցեղը, որի մեջ բարեկամները Քրիշնայի, ցեղը, որի մեջ որ հայտնվել էր Տեր Քրիշնա, չէ, նույնիսկ իրանք լիարժեք չէին գիտակցում, թե Քրիշնան ով է։ Եվ Ութավան մի հատ շատ տարօրինակ բան ասեց իրանք մտածում էին, որ Քրիշնան ինքը գերհոգին է։ Եվ ինքը դա ինչպես ասեց, ոնց որ թե այդ հասկացողությունը ինքը շատ ավելի պակաս էր իր մակարդակով, քան այն, ինչ Քրիշնան իրականում կա։ Չէ՞, ինքը այդպիսի ինտոնացիայով չէ ասեց, որ ընդամենը գերհոգին է։ Իրանք այդպես են մտածում։ Հասկանում եք, եւ այստեղ մենք հիմա անպայման պիտի վերադառնանք հոգեբանությանը։ Հասկան, հիմա ինչ ասեց Ութավան։ Եվ որպեսզի մենք հասկանանք, թե ինքը ինչ ասեց, եւ ինչու ինքը դա Քրիշնայի համեմատ համարեց ցածր գնահատական, հա, պետք է հասկացվի։ Իսկ դա կարող եք հասկանալ միայն այն դեպքում, երբ որ կքննարկենք, իսկ ով է գերհոգին։ Իսկ գերհոգին, սիրելիներս, դա այն ազնվորությունն է, որը ինքը արդարության սկզբունքն է, այսինքն, որպես ազնվորություն, գերհոգին ինքը նեյտրալ է։ Ինչու է պետք Աստծուն նեյտրալությունը նյութական աշխարհում, որովհետև ինքը պիտի հանդուրժի այն դաժանությունները, որը նյութական աշխարհում իրար հանդեպ թույլ են տալիս իրաց նախանց եւ անարդար կենդանի էակները։ Եթե ինքը այդտեղ մնա Տեր Քրիշնայի տրամադրություններով, իսկ մենք հիմա նորից կքննարկենք, թե դա որ տրամադրությունն է, ինքը չի կարող այդ անարդարությունը թույլ տվողի դերում լինի։ Հասկանում եք, չէ՞ որ երբ որ մենք արդեն դա քննարկեցինք, չէ՞ որ երբ որ ինքը արարում է նյութական աշխարհը արարվում է հատուկ էգոիստների համար։ Այսինքն դա մի վայր է, որտեղ ինքը պիտի հանդուրժի էգոիզմի, նախանձի, դաժանության, ատելության հիմքի վրա գործած այլանդակ քայլերը։ Պիտի հանդուրժի, ինքը պիտի համբերի, որ կենդանիակը այդ ամեն ինչը անի վերջացնի, այսինքն որ ինքը կարողանա անի այն ինչ ինքը ուզում է, միայն հետո հրավիրվի պատասխանատվության։ Հա? Եվ տեսեք, Ութավան ինքը դա չի գնահատում որպես Աստծո եսիմինչ արտահայտություն։ Հա, ինքը ավելի բարձր է գնահատում Տեր Քրիշնային։ Իսկ որ սկզբունքի արտահայտումն է Տեր Քրիշնան։ Համընդհանուր երանության։ Հասկանում եք։ Եվ Ութավան ինքը դա ասեց, որ երբ որ կենդանիակը ինքը Աստծուն ընկալում է ուղակի որպես այն ազնվորություն, որը հանդուրժում է նյութական աշխարհի դաժանությունները, որոնք կենդանիակները իրար հանդեպ գործում են, հա? Ինքը այդ անտարբեր դատավորն է։ Եվ այդտեղ իր հետ հարաբերությունները բնում են միայն այսպիսինը. եթե չես ուզում դատված լինես, ուրեմն մի անհանգստացրու ուրիշ կենդանի էակներին։ Եթե անհանգստացրեցիր, դատված ես լինելու։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա
Իսկ ինչը որ վերաբերվում է արդեն բաներին, մաքուր նվիրալներին, չէ, իրանք լրիվ բացարձակ ուրիշ բան են գնահատում։ Իրանք գնահատում են այդ համընդհանուր երանության սկզբունքը։ Եվ դա է ասում ուտավ, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը համընդհանուր երանության տրամադրությամբ գալիս է նյութական աշխարհ, բոլոր նրանք, ովքեր ատելու իրավունք են ուզում, չեն ճանաչում իրան։ Սրա մասին էր խոսքը։ Երբ որ Ուտաման ինքը հնչեցրեց այդ տեքստը, հա, այս տիեզերքը իր բոլոր մոլորակներով ամենաանհաջողակն է, անհաջողակներից, բայց ավելի դժբախտ էին նրանք, ովքեր պատկանում էին Յադու դինաստիային, քանի որ չէին հասկանում, որ Տեր Հարին Տիրոջ գերագույն անձնավորությունն է, ինչպես որ ձկները նախկինում չէին կարողանում հասկանալ, թե ինչ է լուսինը։ Յադուները փորձառու նվիրալներ էին և քաջատեղյակ էին մարդկային հոգեբանությանը, և ավելին, նրանք ամենուր ուղեկցում էին Տիրոջը և մասնակցում նրա բոլոր զվարճանքներին, և այնուամենայնիվ նրանք նրա մեջ տեսնում էին միակ մեկ գերագույնի, որը ամենուր է, այսինքն այդ գերհոգուն էին տեսնում։ Ինչի Ութավան ինքը ասեց, իրանք իրան ամենտեղ ուղեկցում էին։ Հա, դա նշանակում է, չէ՞ որ այն մակտես Քրիստան ինքը բացեց համընդհանուր վայելքի սկզբունքն է։ Դա ինչ է նշանակում, որ որտեղ ինքը տեսնում էր ինչ որ մի անձնավորություն, որը ինքը համընդհանուր վայելքին դեմ իր մեջ ինչ որ մի տրամադրություն ուներ, ինքը անմիջապես այդ անձնավորությունը սպանում էր։ Չէ՞, բայց յադուները իրանք դրա մեջ այդ ամեն ինչը տեսնելով, որ ինքը շատ տաք է այդտեղ, որ ինքը չի հանդուրժում, որ ինքը ոչնչացնում է այդ սկզբունքները, հասկանում եք, կարողանում էին մտածել, որ ինքը գերհոգին է։ Բայց գերհոգին ինքը երբեք չի խանգարում կենդանեակին իրականացնել իր սրտի դաժանությունը, որովհետև ինքը այդ տրամադրությունն է գերագույն անձնավորության, որը արարել է նյութական աշխարհը, որպեսզի կենդանեակները իրավունք ունենան իրականացնել իրենց դաժան և իրենց դաժան ցանկությունները, այսպես ասեմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, թե Ութավան ինքը ինչպես էր գնահատում Գերագույն Աստծո անձնավորությունը և նրան, թե նույնիսկ իր բարեկամները նյութական աշխարհում ինչպես էին իրան գնահատում։ Եվ ուրեմն այստեղ մենք հիմա Շուկադեվը Գոսվամին ինքը ինչ-որ բաներ է պատմում, չէ՞, որտեղ ինքը մեզ օգնում է, որպեսզի մենք մտնենք ճիշտ տրամադրության մեջ։ Ամբողջ Բաղավատամը դա Աստծո և նրա մարմնավորումների մասին է։ Եվ զարգացնել գիտելիք, որի միջոցով մենք կարող ենք ընկալել Գերագույն Աստծո անձնավորությունը և նրա մարմնավորումները, դա շատ կարևոր թեմա է, չէ՞։ Եվ հիմա ինքը մեզ առաջի հերթին տրամադրում է դրան, որ նույնիսկ բարձր հոգիները իրանք միշտ չի որ կարողանում են ընկալել, որ իրենց առաջ կանգնած է Աստված կամ իր մարմնավորումները։ Հասկանում եք։ Եվ ուրեմն առաջի հերթին մենք պետք է դուրս գանք այդ հիմա այդ խոսքը նորից օգտագործելու եմ անուղեղ գոռոզությունից, որով ամեն մեկը մտածում է, որ ինքը որակավորում ունի Աստծուն ճանաչելու։ Հասկանում եք։ Աստծուն ճանաչելը դա նյութական աշխարհի ամենանուրբ և ամենախորը գիտելիքն է։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կամ անասելի ողորմածությունից է թույլ տալի, որպեսզի կենդանեակները լինելով կեղտոտ կարողանան շփվել այդ գիտելիքի հետ,
կամ անասելի մաքրությունից է թույլ տալիս, երբ որ գործում է արդարության դարաշրջանները։ Աստվածամերժության դարաշրջանում, եթե գործում է արդարությունը, համընդհանուր պատժի է արժանանում մարդկությունը եւ աշխարհը դառնում է դժոխք, լիքը պատերազմներով։ Եվ միայն ողորմածության տրամադրությունն է, որը ստիպում է Գերագույն Աստծո անձնավորությունը բաժանել նրբագույն գիտելիքը ամենակեղտոտների, այսինքն մեզ։ Հասկանում եք։ Եվ այդ տեսանկյունից կենդանիակը ինքը պետք է մի հատ վերանայի իրան եւ գա համեստության մեջ։ Ինչու է սա անհրաժեշտ, որովհետեւ եթե ինքը չի գալիս այդ համեստության տրամադրությունների մեջ, ինքը մտնում է գոռոզության մեջ եւ ինչպիսի ողորմածություն էլ ուզում է ընդհանրապես Գերագույն Աստծո անձնավորությունից, այսպես էլի, ծիճոտ գետը հոսի, դեպի անձնավորությունը, այդ հոսքերը ողորմածության, այսպես էլի, կանգ են առնում գոռոզության պատի առաջ եւ ուղղակի թեքում են իրաց ճանապարհը, ման են գալիս այն կենդանիակներին, ում առաջ գոռոզության պատը չկա։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացած տեքստերը մենք արդեն ձեզ հետ կքննարկենք Երբաշաբթի օրվանից։ Թող Աստված խաղաղություն պարգևի մեր երկրին եւ ողորմած լինի ու հնարավորություն տա, որպեսզի մենք խաղաղ պայմաններում շարունակենք զարգացնել իր ճանաչողությունը։ Ստեսություն ձեզ։